Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք ուսումնասիրելու ենք երկայնական և լայնական կանգուն ալիքներ։ Փորձնական ճանապարհով դիտարկելու ենք ազատ և հարկադրական տատանումներ, ռեզոնանսի երևույթը, տարբեր միջավայրերում մեխանիկական ալիքների տարածման մեխանիզմները։ Երբ միջավայրի մասնիկները տատանվում են ալիքի տարածման ուղղությամբ, այդպիսի ալիքները կոչվում են երկայնական ալիքներ։ Երկայնական ալիքների հիմնական բնութագիրը սեղմումների բարձր խտության տարածքների և նոսրացումների ցածր խտության տարածքների առկայությունն է, երբ ալիքը շարժվում է միջավայրով։ Երբ միջավայրի մասնիկները տատանվում են ալիքի տարածման ուղղությանը ուղղահայաց, այդպիսի ալիքները կոչվում են լայնական ալիքներ։ Տատանումների մեկ պարբերության ընթացքում ալիքի անցած հեռավորությունը կոչվում է ալիքի երկարություն։ Կանգուն ալիքներն առաջանում են միևնույն լայնույթ և հաճախականություն ունեցող ալիքների վերադրման արդյունքում։ Երկու հարևան փնջվածքների կամ երկու հարևան հանգույցների միջև հեռավորությունը միշտ մնում է հաստատուն և հավասար է կանգուն կես ալիքի երկարությանը։ Ի տարբերություն վազող ալիքի, որի բոլոր կետերը տատանվում են միևնույն լայնույթով, միևնույն փուլի պարբերությամբ, կանգուն ալիքի բոլոր երկու հանգույցների միջև կետերը տատանվում են տարբեր լայնություններով, բայց միատեսակ փուլերով։ Կանգուն ալիքի առաջացումը սովորաբար դիտվում է վազող ալիքի և անդրադարձած ալիքի ինտերֆերենցիայի դեպքում։ Ուսումնասիրենք լայնական կանգուն ալիք առանցքական լարի վրա։ Ուսումնասիրությունն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են մեխանիկական ալիքի պարագաների փաթեթ, որն իր մեջ ներառում է սինուսոիդային ալիքային ազդանշանի գեներատոր։ Սա թույլ է տալիս փոփոխել սինուսոիդային ալիքի հաճախականությունը լայն տիրույթում, առաջացնում է մեխանիկական տատանումներ։ Մեխանիկական ալիքի գեներատոր։ Էլեկտրական ազդանշանը վերածում է մեխանիկական տատանումների։ Ծայրը տատանվում է, առաջացնելով ալիք, լարի կամ զսպանակի վրա։ Առաձգական լար, լայնական ալիք ստանալու համար։ Երկայնական ալիքային զսպանակ, երկայնական ալիք ստանալու համար։ Ռեզոնանսային մետաղալարե օղակ, օգտագործվում է ռեզոնանսային հաճախականությունների դեպքում կանգուն ալիքներ դիտարկելու համար։ Մեխանիկական ալիքի գեներատորը հոսանքի 220 վոլտ աղբյուրին միացնել բոլոր միացումները կատարելուց հետո։ Սինուսոիդային ալիքային ազդանշանի գեներատորը չի կարելի օգտագործել լարման փոխարկիչների հետ, ինչը կարող է վնասել սարքը։ Մեխանիկական ալիքի գեներատորը հաղորդալարերով միացնենք սինուսոիդային ալիքային ազդանշանի գեներատորին։ Օվալաձև խրոցի միջոցով մեխանիկական ալիքի գեներատորին ամրացնենք առաձգական լարը։ Առաձգական լարի մյուս ծայրը ամրացնենք համակարգին։ Հոսանքի աղբյուրին միացնենք մեխանիկական ալիքի գեներատորը։ Միացնենք նաև անջատիչը։ Սինուսոիդային գեներատորով աստիճանաբար փոխենք հաճախականությունը մինչև ստանանք առաջին հարմոնիկան։ Սա ամենապարզ տատանումն է, ընդամենը մեկ օղակ է, այս առաջին հաճախականությունը կոչվում է հիմնական հաճախականություն։ Շարունակենք մեծացնել հաճախականությունը մինչև ստանանք երկրորդ հարմոնիկան։
Փոփոխելով մեխանիկական ալիքային ազդանշանի գեներատորի հաճախականությունը, ստանում ենք տարբեր հարմոնիկայի կանգուն ալիքներ։ Շարունակենք ստանալ 3-րդ, 4-րդ և 5-րդ հարմոնիկաները։ Նման հետաքրքիր երևույթ առաջանում է նաև ռեզոնանսային մետաղալարե օղակի օգտագործման դեպքում։ Հանենք առաձգական լարը և օվալաձև խրոցի միջոցով մեխանիկական ալիքի գեներատորին ամրացնենք ռեզոնանսային մետաղալարե օղակ։ Միացնենք նաև անջատիչը։ Սինուսոիդային գեներատորով աստիճանաբար փոխենք հաճախականությունը և հետևենք ստացվող կանգուն ալիքներին։ Ուշադրություն դարձնենք դրանց օրինաչափությանն ու հաճախականությունների կապին։ Փորձն ավարտեցինք, կարգի բերենք սեղանը և սարքավորումները տեղավորենք համապատասխան դարակներում։ Այս լաբորատոր աշխատանքով ուսումնասիրեցինք մեխանիկական ալիքների տարածման և կանգուն ալիքների ձևավորման օրինաչափությունները տարբեր միջավայրերում։ Համոզվեցինք, որ ռեզոնանսային ալիքները կարելի է ստանալ լարի և մետաղալարե օղակի օգնությամբ համապատասխան հաճախականությունների պայմաններում։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։